Ողջույն հարգելիներս, այսօր միասին պատրաստելու ենք իտալական կուլիչ գրաֆին։ Ձեռքի տակ նախապես պետք է ունենանք այսպիսի թղթե ֆորմաներ 10 սանտիմետրանոց 4 հատ։ Մինչ խմորին անցնելը մեզ հարկավոր է 300 գրամ չամիչ, լվացել պատրաստել եմ ահա և ավելացնում եմ 2 ճաշի գթալ կոնյակ։ Չամիչը մեր տններ պետք է խառնել, որպեսզի լիովին կոնյակը ներծծվի չամիչի մեջ։ Պետք է տակը կոնյակի հետ չմնա։ Խմորի համար մեզ անհրաժեշտ է 50 գրամ կարագ, 500-ից 600 գրամ ալյուր, նախապես մաղել եմ ալյուրը, 6 գրամ խմորիչ, 3 ձու, 3 ձվից օգտագործելու ենք 1 ձու և 2 ձվի դեղնուց, 1 այսպիսի չափի նարինջը և օգտագործելու ենք քերուկ և օգտագործելու ենք հյութը, 150 գրամ կաթ, 100 գրամ շաքարավազ, աղ և վանիլին, յուրաքանչյուրից 1 պտղունց։ Հարգելիներս, կաթին խառնել եմ դրոժը, 1 ճաշի գթալ շաքարավազ և 1 ճաշի գթալ ալյուրը խառնում ենք։ Ես վերցրել եմ այդ բոլորը ընդհանուր չափաբաժնից։ Եթե ինչ-որ մեկին հետաքրքիր է, նշեմ, որ կաթի ջերմաստիճանը 37-ից 40 աստիճան։ Հակում ենք կափարիչով և թողնում ենք տաք հայրում 15-ից 20 րոպե։ Տեսեք ինչ փափլիկ խմորում ենք ստացել։ Ձու և շաքարավազը սկսում ենք հալել, մինչև ծավալը շատանա։ Ձուն ավելացնում ենք կաթնային զանգվածի վրա։ Նշեմ, որ պարտադիր չի շաքարավազի հալվելը, կարող եք նաև այսպես ավելացնել։ Ավելացնում ենք 50 գրամ հալված կարագը, նախապես հալեցրել եմ ես։ Հարիչով լավ խառնում ենք։ Ավելացնում ենք վանիլինը, աղը, քերուկը, և հյութը։ Կրկին խառնում ենք։ Այժմ փոքր չափաբաժիններով պետք է խառնենք ալյուրը։ Երբ արդեն խմորը այս տեսքն է ունենում, սեղանի վրա ալյուր ենք շաղ տալիս և սկսում ենք սեղանի վրա տրորել։ Տրորում ենք այնքան, մինչև փափուկ խմոր ստացի։ Կուլիչի խմորը պատրաստ է, պետք է դնենք տարայի մեջ, որպեսզի 30 րոպե հանգստանա։ Անպայման բերանը ծածկում ենք տարայի, նշեմ, որ ես օգտագործեցի 500 գրամ ալյուր։ Հարգելիներս, կուլիչի խմորը պատրաստ է, այժմ բաժանում ենք գնդերի։ Խմորի տակը ալյուր ենք շաղ տալիս և բաժանում հավասար գնդերի։ Գնդերի տակը ալյուր ենք շաղ տալիս և թողնում ենք մնա 10-ից 15 րոպե։
անպայման պետք է ծածկել սննդային թաղանթով։ Մինչ գնդերը հանգստանան, մենք չամիչը կբաժանենք 4 մասի։ Ահա տեսեք, կոնյակից հետ չի մնացել։ Հարգելիներս, վերցնում ենք 150 գրամ կարագ, հալեցնում ենք այն, որպեսզի օգտագործենք կուլիչների մեջ քսելու համար։ Սկսում ենք խմորը բացել։ Այն պետք է շատ բարակ բացենք։ Ահա տեսեք, ինչ բարակ շերտ ենք ստացել։ Շերտի վրա քսում ենք հալեցրած կարագը։ Եվ չամիչը հավասարաչափ շաղ ենք տալիս շերտի վրա։ Ռուլետի նման փաթաթում ենք։ Ահա, և թողնում ենք 10-ից 15 րոպե։ Հարգելիներս, վերցնում ենք սուր դանակ և սկսում ենք կտրել կուլիչը։ Կտրում եմ մեջտեղից, երկարությամբ։ Ահա։ Բայց ոչ մինչև վերջ։ Ահա, այսքանը բավական է։ Փաթաթել։ Փաթաթում ենք կտրվածքի ուղղությամբ։ Ահա այսպես։ Խխունջանման փաթաթում ենք։ Ահա։ Այնպես ենք անում, որպեսզի կտրվածքը մնա դրսի կողմը, ոչ թե ներսի։ Եվ այս վերջնամասը թողնում ենք ներսում։ Ահա այսպես։ Խնդրեմ։ Դնում ենք ամանի մեջ և թողնելու ենք կես ժամ։ Տաք վայրում։ Ջեռոցը նախապես տաքացնում ենք 180 աստիճան և թխում ենք կուլիչները։ Հարգելիներս, եթե զգում եք շատ է կարմրում, բայց մեջը դեռ չի եփել, վրան դնում ենք փայլատի թեղ։ Հարգելիներս, կուլիչները պատրաստ են։ Ես ուղղակի չեմ կարող նկարագրել այս անմահական բույրը, որ տիրում է մեր բնակարանում։ Հարգելիներս, այս բաղադրատոմսը անձամբ ես եմ մշակել։ Հուսով եմ օգտակար եղա ձեզ։ Սիրով, Կայա Սվիթ։